հարցի շուրջ, ուրեմն հետևյալը սպասում եմ քննարկումը ըլնումա չէ, իրանք ինձի բաժին են։ Ձեր մասնակցությամբ է լինելու քննարկումը թե ոչ։ Ես պնդում եմ, որ իմ մասնակցությունը քիչ առաջ քաղաքապետը եկավ եւ ասաց բնակիչների հետ համաձայն է հանդիպել, բայց այն դեպքում, երբ որ դուք չմասնակցեք, քանի որ ասում եք դուք եկել եք այստեղ շահադիտական նպատակներով։ Այդ երբ ա եղել։ Քիչ առաջ։ Վարչական շրջանի Միջայլոց լավ կանեք դուք փորձեք դեմարդեմ խոսել։ Վարչական շրջանի ղեկավարը գլուխը պատին է տվել, բոլորն էլ քաղաքապետարանի մասիվի լզել է, որ առանցից հանրային քննարկում կանի։ Հանրային քննարկումը տեղի է ունենալու ինձ հետ եւ այստեղից ես չեմ գնալու կամ հանրային քննարկումը պիտի չիրականանա կամ էլ ինքը Դուք նորքի բնակիչ եք, չէ՞։ գլուխը պատին է տվել, նորից եմ ասում, տղա չի ինքը, տղեն չի զանգում, հայհոյանք տալի հեռախոսով ու հետո փախնում։ Հայհոյանք չի, եթե ուրեմն լսեք, եթե դա հայհոյանք չի, ես հիմա գտնվում եմ Նորնուկ վարչական շրջանի շենքում։ Երեք ինքը, եթե դա հայհոյանք չի համարում, որ մտել է ընտանիք, իր այդ արտահայտությունն եմ կերպում, եթե դա հայհոյանք չի, Տեր Մարգարիտ, գիշերը ես գամ քո տան խրախճանքը ձայնագրեմ ու հրապարակեմ կայքերով ու եթե մութը լինի գիշերով այդ մոմը ես պահեմ ու այդ ձեր տան խրախճանքը ձայնագրեմ Պարոն Չախյան, դուք գնում եք իրենց սադրանքին եւ տրվում եք սադրանքին, հա, բայց դուք հայյանքի ստանում եք դուք հանրային վերահսկողական ֆունկցիա եք ձեր վերցել ձերա եւ դուք եթե չեմ սխալվում հենց նորքի բնակիչ եք, այսինքն դուք լիովին իրավունք ունեք եւ որպես բլոգեր եւ որպես տեղի բնակիչ մասնակցել այստեղ հանրային քննարկումներին, որը իրականացվում է ինչի մասին։ Շենքի կառուցապատման։ Բայց ձեզ փաստորեն սադրանքներ են ենթարկում ու ծայրի են ենթարկում։ Ամեն ինչ լուսաբանվել է, հուսամ հենց այդ կադրն էլ կա։ Իհարկե կա։ Շատ ավելի լավ բարի, ճիշտ ասում եք նոր եմ իմանում եմ, որ ավելի լավ որ կադրերը ֆիքսվել է։ Հիմա ասեմ հետևյալը։ Ըստ երևույթի ես տվյալ դեպքում պետք է ճանաչվեմ տուժով որտեղ հարցակումը ինձ վրա է տեղի ունենում։ Նայ, հիմա տեսեք ուշադրություն տեսեք, շատ կարևոր հանգամանք է ինչա տեղի ունենում։ Կարևոր է, ժողովուրդ ջան, բոլորդ ուշադրություն դարձեք։ Ոստիկանությունը իմ հետ խոսում ասում արի կենտրոնական բաժին։ Ես որպես իմ պատկերացումով ես դուժով եմ ճանաչվում։ Ով որ ինձ վրա հարցակվել է, բաժին չեն տանում, ոչ ոքին չեն ձերբակալում, ու վարչական շրջանի ղեկավարը ասում է հանրային քննարկումը կկայանա առանց իրան։ Գլուխը պատին է տվել։ Ոստիկանության միջոցով փորձում է Այսինքն նրանք բերման պիտի ենթարկվեն, բայց դուք եք բերման ենթարկվում, որպեսզի չխանգարեք քաղաքապետի ազատ տեղաշարժը իր ղեկավարած շենքում։ Տանեն, բայց ի՞նչ է նշանակում, ինձի ձերբակալեն տանեն ոստիկան հանրային քննարկումը ելնի, չկա տես բան։ Իդեպ դուք ունեք պաշտպան, թե ոչ։ Ինչա, հա, ինչ։ Երեկվա դեպքերից հետո չեք վախենում, որ նման վախենում։ Լավ, մի հատ հարց էլի, որ դուք այդ հարցը տասը չեք վախենում, ինձ վրա մահափորձ են կատարել 3 հոգով շքամուտքի մոտ։ Բանակով եկել խփել են, բռնել են լավները, գլուխները բռնել են։ Ոստիկանության եմ հասնել, իմ վրա տարբեր ձևի էլի մահափորձ է եղել հացինով, այսինքն այդքան ժամանակից հետո իմ մոտ բան չի փոխվել, չի վախեցել։ Երեկվա միջադեպից հետո էլի եկել եմ ըստեղ, էլի չեմ վախենում։ Ու էլի չկայացող քաղաքապետի սենյակի դերն եմ, էլի չեմ վախենում, մի մասը դուք ասում եմ։ Արդեն քննարկումը սկսվել է, կարծես ընդհանրապես։ Հիմա։ Այո, կարծես Չէ, եթե քննարկումը Հարգելի ոստիկաններ, դուք ինչ հիմքով եք բերման ենթարկվում։ Առանց չէ, ինչ իրավունք ունեք, ախպեր ինչ իրավունք ունեք սենց բան անեք։ Ի հանրային քննարկումը ախպեր, օրենքի ակտ տվեք։ Ընկեր, սենց ճիշտ չկա, ընկեր, սենց ճիշտ չկա։ Ընկեր, խափելով չի ձերը, չէ, ընկեր, ակտեր կա, բաներ կա, ես բնակիչ եմ, ես պիտի կարծիքը արտահայտեմ, խափելով չեն ելնում, չէ ախպեր։
Թողեք ընկեր, դուք հենց հիմա իմ սահմանադրական իրավունքները խախտում եք ընկեր։ Իմ սահմանադրական իրավունքները խախտում եք։ Իրավական ակտ նշեք, ամեն ձերբակալում։ Դե ախպետը չի լումը տենց, հոտեց չի թույլտվություն չեն սրծնում։ Ամենայն հարգակում դուք եք մի քիչ առաջ ասում, հանրային քննարկումը չի կայանալու։ Քեզի գնանք բաժին ցուցմունք տա, բայց իտոգում կայանում է։ Դա շինում է, իրանք էլ ասում չի կայանում, անցեք դա, չէ ախպետ թողեք, դե թողեք խիեք, ժողովուրդ, տեսի, ակնհայտ, չի թույլտվություն է կա։ Այև որ քեզի մի քիչ հանգիստ պայես, կարող է մտնես ներս։ Հանգիստ եմ, պարոն Ոստիկյան, խնդրում եմ ձեզ, ես հանգիստ եմ, կոռեկտ եմ, դե բաց տոնով չեմ խոսում։ Խնդրում եմ ինձ թույլ տալ, մտնել։ Ոչ մենք ձեզ նայում ենք, որովհետև լրագրողների համար քննարկում է, որը իրազեկվել է, այդ կողմից բնակի չեմ Կողմակապետն է, բարև ձեզ։ Խնդրում եմ թույլ տվեք, ես անեք մասնակցեմ։ Ինչու չեն տալիս Ախր, այսպես ոնց անում, ախր չի ասես ճիշտ էլի։ Այսինքն ով ուզի մտնի, ես չմտնեմ։ Ախր հանեք քննարկում է։ այսինքն զարկ ստացա եւ վրա հանգ ստացա։ Ախր չեն տալու, չեն հանգիստ տալու, շինում է։ Շինում չեն տալու ասել։ Կներեք, ինչ եք կովեք ձերբակալում, երբ իրեն հարվածողներին պիտի վերնագետան։ Բայց դուք ինչ եք կովեք վերնագետան։ Ապրես ես ճիշտ չեղացած հով, Հարգելի ոստիկաններ, դուք պարտավոր եք հարությանը բացատրություն տալ։ Տղա ջան, խոսեմ սովորի, դու ոստիկան ես ընդամենը, իմ ծառայողն ես։ Դու հարային ծառայող ես, դու քեզ պարկի պահի։ Այս ինչ ձև էր, այն ուս կողմից պիչնեի։ Նայ հատուկ խոչընդոտում են։ Դուք ինչու բերման չեք ենթարկում, այդպիսի զանգ ու հրահանգ չտացաք, հարգելի ոստիկաններ։ Նավ հարվածում է, փաստորեն խրախուսվում է, նավ հայհոյում է, խրախուսվում է, նավ պիտի հանրային վերահսկողություն իրականացնի, նա պատժվում է, ճիշտ ենք հասկանում եք, ուսացնում եք այդ մարդուն։ Այսքան հանրային վերահսկողությունը այլևս պատժելի է։ Այս դուք հատուկ եք դանդաղ քայլում։ Թողեք ասում, ես Շշուտի չեք, այն կողմից խոչընդոտում են, հատուկ որ չնկարեք։ Հետ ենք գալիս խաղապետարան։ Քո կամերան ջարդել են, ոստիկանները։ Բացեք անցնենք։ Պարոն ավագ լեյտենանտ, ինչ մեղադրանքով ասում իմանա։ Ոստիկանությունը շատ վատ է իրեն դրսևորում, խոչընդոտում է լրագրողների գործունեությունը եւ ակնհայտորեն պաշտպանում է վարչական աշխատողին։ Կներեք դուք կներկայանաք ոսկի շղթայի ոստիկան, կներկայանաք
դուք ով եք եւ դուք զանգեր եք ստանում ու միանգամից բերման ենթարկեցիք։ Նոր-նորքի ինչն եք։ Ոստիկանություն։ Ձեր անուն ազգանունը։ Ասուրից չեմ տալի։ Դուք ասունի չեք տալիս։ լրատվակը մի բրթի։ Չենք հրում, չենք բրթում, քայլում ենք եւ դուք զանգ ստացաք, որից հետո անմիջապես անհարկի բերման եք ենթարկում։ Բան ասուրից։ Կներեք, ներկայացեք խնդրում եմ եւ տվեք Չեմ ցանկանում ձեր արդյունքի պատասխանը։ Դուք պարտը ի՞նչն ենք խոչընդոտում, դու կարող ես խոչընդոտել մենք, չէ՞։ Լսեք, մի խանգարեք մեր աշխատանքը։ Ինչ աշխատանք եմ խանգարում, այսինքն բերման ենթարկել մարդուն, ով տեղի բնակիչ է, առանց հիմքերի, առանց գրավոր փաստաթղթի։ Մի կաշկանդեք, աշխատում ենք։ Բոլորին ձերբակալեք տարեք բաց։ Բայց դեպքում ինչու առաջինը հենց իրենց չձերբակալեցիք, հարգելիս։ Խնդրում եմ ներկայացեք, որպեսզի ձեզ էլի թողեք ես իմ գործը անեմ։ Հերում եմ։ խղճահարություն մի առաջացրեք, դուք պաշտոնյա եք եւ շատ լավ է, ուրախ եմ։ Ես Սյուզան Էմբադոյան, ներկայացեք, խնդրում եմ, որպեսզի մենք մի քիչ ավելի աշխատանքային շփվենք։ Զգացմունքային բաներ մի արեք, չի սազում ձեզ։ Սովոր պիտի լինեք, որովհետև որ զանգ եք ստանում բերման եք ենթարկում, դուք պարտավոր եք ասել ինչի հիման վրա բերման ենթարկեցիք։ Ինչի հիման վրա եւ սա հետապնդում չի, սա աշխատանք է, բարի եղեք, բացատրություն տվեք։ Կներեք, ձեզ ինչպես դիմենք։ Ես պարոն ոստիկան, բայց ազգանուն ունենք ենթադրաբար։ Ձեր աստիճանով ասեք, գուցե այդպես դիմենք։ Սպասեք մեկ բարձրանանք էլի, հա։ Մեզնից կարևոր չէ։ Ես միայն պիտի բարձրանամ։ Փաստորեն այս հաղապետն էլ հարուստ կենսագրություն ուներ Google-ում։ Լավ հարուստ կենսագրություն ուներ։ Բերման ենթարկեցին Արտուրին Չախոյան, որովհետև նա հանրային լսումների պիտի մասնակցել շենքի կառուցապատման աշխատանքների մասով եւ հրահրել են ծեծ կրտուկ, նրան ծեծ են ենթարկել, նա նույնիսկ վնասվածքներ ուներ աչքի հատվածում եւ նրան բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն միանգամից բերման ենթարկեցին, որովհետև համառորեն պնդում էր, որ հիմա բերման ենթարկում եք ծեծող ջարդող բրիգադին, թաղապետանի աշխատողներին, գուցե թաղապետին էլ մոտենաք, հարցնեք իր հրահանգով էր, թե ոչ այդ ծեծու ջարդը։ Ոստիկանները խնայում են ակնհայտորեն վարչական աշխատողներին եւ ոսկյա շղթայով անձով այդպես էլ իր անուն ազգանունը չասած։ Որն է չորտը չէ։ Այո։ Նորմալ է։ Դե սովորեցին էքստրեմ աշխատել, շատ նորմալ է։ Մենք 5 ենք գնում։ Խնայ է եկել, 5-ին ենք նոր։ Թաղապետանի աշխատողները ծեծեցին։ Աշխատակիցները մենք մինչև եկանք ծեծ կրտուկ։ Ինչ ասաց Արտուրը, որ ծեծեցին։ Ես լայվից հասկացա, որ մարդը ընդհանրապես փոխել է։ Մեկ եք մտնենք թաղապետի սենյակ։ Նրանք պարտավոր են։ Կներեք, այստեղ ովքեր կան։ Մենք լրագրողներ ենք եւ մենք գիտենք, որ այստեղ շարունակվում են քննարկումները։ Հանրային քննարկումները տեղա դեսում սպասել ձեր հարցերին կպատասխանեն։ Լրագրողները չեն կարող մասնակցել այդ քննարկմանը հանրային։ Չէ՞ ոչ չեն կարող, պարտավոր է։ Քաղաքական թիմակիցներն են, ուժի ներկայացուցիչներն են այստեղ։ Նրանք թաղապետի հետ քննարկում են իր հետագա վարքագիծն ու ասելիքը, ենթադրաբար, որը հետո նորից կտպվի իրենց կուսակցության պաշտոնական էջին, ինչպես հիշում եք 3 սույն տղամարդը, այսինքն նոր-նորքի թաղապետը, որը չհամարձակվեց News-ին 1-2 բառով պարզաբանում տալ իր հայհոյանքների եւ ընդհանրապես վարքագծի եւ կատարածի վերաբերյալ, հետագայում իր համար շատ կանխատեսելի լրատվամիջոցի, այսինքն CVKM-ի իշխանությանը տաֆիլացվող CVKM լրատվամիջոցի լրագրողի հետ կազմակերպած հարցազրույցով կարողացել էր իրեն հարմար ձևով պատասխանել, հնչեցնել եւ ասել էր, որ ճիշտ եմ արել հայհոյերը, մուսակ կուսակցությունը իր պաշտոնական էջում տեղադրել էր որպես պաշտոնական դիրքորոշում, այսինքն Արամ Զավենիչի, Արամ Զավենի Սարգսյանի, այսինքն Սպարապետի եղբոր կուսակցությունը լիովին ընդունում է որպես քաղաքական
կատեգորիա կամ հասարակության հետ հարաբերվելու լեզու, հայհոյանքի լեզուն։ Համենայն դեպս դա իրենց պաշտոնական տեսակետն է, ըստ իրենց պաշտոնական էջին դաջած թաղապետի հայհոյող թաղապետի հարցազրույցի, որում ինքը խոստանում է ապագայում էլ նույնը անել փաստորեն։ Մենք սպասենք հանրային լսումները այստեղ են, ով է վարում։ Ահա եւ թաղապետը հերոսական կեցվածքով։ Այդտեղ ենք ասում, թողին պլաշատկա դրվի, ինչ-որ բան դրվի, խաղալը կտերեխիքին խաղան մարդկայնորեն ես ամեն ինչ եթե սեցա, սիրտ արգելու, խաթր արգելու մեջ չի։ Անենց անենք անեցքով չադրեն, եթե շենքի ադրողներ, մեր դրած փողներ, մեր վերցրած փողներ, խոսքը սրան ավելատեն։ Հիմա 2300 քառակուսի կանաչ տարած, հիմա դուք հրճակում եք, ասենք 15 տոկոսը թողնում եք։ 15 չէ։ 30 է։ Մենք պայմանավորվեցինք, որ իրանք ներկայացնեն հետո արդեն տանք էլի։ Սղացրեք ու ինչտեղ տարեք էլի։ Կանաչապատ է 40 2300-ի միջից 40-ն է, պատկերացնեք ինչա։ Էսի հողն է։ Մի բան ասեմ, էլ իդես եք մենք ձեր շատ հարցեր, բայց բոլոր հարցերը պատվիրակված է պարոն Բադալյանը։ Չէ, հիմա ես ներկայացեցի, հիմա մնացածը, որ ես այդ տղան խնդրեց Գորգի ճարտարապետ ասում ասա, ինքը զուտ մասնագիտական բան ասա, Ներողություն եմ խնդրում, որպեսզի չխոչընդոտեմ։ Դուք համարում եք իրավաչափ, երբ կան մարդիկ շահգրգիռ անձինք, որոնք նաև հանրային վստահություն ունեն, նրանց թույլատրված չէ մասնակցել եւ այդ կողմնորոշումը ձեզնից թելադրվեց ոստիկաններին եւ նրանք այստեղից բռնի ուժով հեռացրել են Արտուր Չախոյանին։ հետո Հիմա իրավաչափ է ձեր այսպիսի քննարկում կազմակերպելը, ինչու պայման դրեցիք պարոն Չախոյանին հեռացնել։ Ամենայն հարգանքով ներկաների նկատմամբ։ Ես պայման չեմ դրել Արտուր Չախոյանին հեռացնելու։ Արտուր Չախոյանը ինքը ասաց, երբ որ ցուցմունք էր տվել փաստորեն, այդպես ասած չէ, որ պայման եք դրել իրեն հեռացնելու։ Շենքի բնակիչներին ես ասել եմ, քանի որ Արտուր Չախոյանը չէր եկել հանրային քննարկման։ Դուք ինչ գիտեք, Իսկ որովհետև հայտարարել է, գնացեք Արտուր Չախոյանի հայտարարությունը նայեք։ Ինքը եկել էր, փորձում էր ներս մտնել իմ աշխատասենյակ, որի իրավունքը չունի, սադրեց, ստացավ համապատասխանը ինչ-որ պիտի ստանար, որից հետո ես ասել եմ, եթե Արտուր Չախոյանը նորից շարունակելու է նման կերպ, ես հանրային քննարկումը հետաձգում եմ կամ բնակիչներն իրանք են պահանջել, որ Արտուր Չախոյանը թող գնա, որպեսզի հանրային քննարկումը լինի պատշաճ մակարդակով։ Դուք կարող եք իրավիճակը կառավարել, կարծում ենք դուք իմ փոխարեն մի որոշում եթե ոչ հայհոյանքով, գոնե ուղիղ խոսքով կբարձրաբանվեին։ Դուք հանրային սպանեք, Այդքան քաղաքացիները կամ սպասեք, ես հետո կպատասխանեմ ձեր հարցերը։ ընթացքն եք խանգարում։ Իսկ չեք անհանգստանում, որ նոր-նորքի բնակիչներից մեկը նոր-նորքի բնակիչներից մեկը, որը ձեզ հավասար իրավունքներ ունի սահմանադրությամբ, նա կարող է մասնակցել եւ պարտավոր է նաեւ։ Մեկը չկա, կամ երկուսը կամ 5-ը։ Հարգելիս, նա ունի ձեզ հավասար իրավունքներ եւ նա եկել է մասնակցելու։ Դուք պայման եք դրել եւ հեռացրել եք այդ մարդուն այստեղից, թեև թաղապետն է ձեր անունից խոսում եւ ոչ մեկը չեք արձագանքում։ Նպատակը ծեծը չի համենայն դեպս, ինչպես տեսնում եք։ Ես խնդրում եմ, թույլ տվեք կապ չկապիչացնենք։ Լավ, մենք կսպասենք։ Համենայն դեպս հարգելիս հիշում եք, չէ, որ ձեզ հավասար, լրիվ հավասար իրավունքներ ուներ Արտուր Չախոյանը։ Եվ որևէ մեկը անհանգստություն ցուցաբերեց, քաղաքացում ծեծի ենթարկեցին ձեր ներկայությամբ եւ բերման ենթարկեցին։ Այսինքն ձեր շենքի թեման ավելի էր մտահոգում, քան այդ անհավասար իրավունքների հանգամանքը եւ մարդուն ծեծելով այստեղից հեռացնելը։ Կներեք, դուք իրավունք չունեք ինձ կաշկանդելու, թե ես ումից ինչ վերցնեմ։ Հանրային քննարկումը մի խանգարեք, երբ որ մարդիկ կվերջացնեն, ով ցանկանա ձեր հարցերով պատասխանել։ Շատ արագ հիմա կանենք, որովհետեւ բոլորը ուզում են սա չռնի։ Հասկանում եք, ոչ թե շենքի հարցը, անվտանգության հարցերը լրիվ միկրոշրջանի համար, բայց Չախոյանի հարցը չի կարելի այդպես թողնել։ Եվ իհարկե պետք է Պատրաստվում եք պաշտպանել այն քաղաքացիներին, որոնք այսպես հանրային իրավունքին
հավասար ձեզ իրավունքներ ունեն եւ պատրաստվում են, ահա։ Մենք մի հարց էլի շատ կարևոր թողել ենք, սա էլ նույն ձևի կարևոր է։ Դերեք մեկը անենք, հետո մյուսը անենք, էլի։ Հասկանում եք, այսպես կլինի անընդհատ խոսակցություն։ Ամենայն հարգանքով վերադարձեք, մենք կսպասենք։ Ազգի մի քաղաքացի մարդու իրավունքի մասին խոսեց, փաստորեն շենքի իրավունքներն ու կոմերցիոն իրավունքներն ավելի բարձր էին։ Կոմերցիոն իրավունքները։ Կոմերցիոն շահը, լավ։ Անվտանգության հանցանք, էկոլոգիա չի եղել եւ դրել վերեք մի հատ վերջացնենք։ Մենք ավարտենք այդ դեպքում նորից կմիանանք, որտեղ ինձ թվում է Արտուր Չախոյանի խախտված իրավունքներն այս պահին ավելի կարևոր են, քան այստեղի ֆորմալ քննարկումները միգուցե։ Այստեղից ոչ մի բնակիչ չխառնվեց, հա։ Հա, իսկ ես չանհանգստացեց, որ քաղաքացուն ծեծ էին ենթարկում։ Դու մի խոսիր հետս, դուքով։ Ես ծեծողների տեսա ճիշտն ասած ուղիղ եթերում։ Հա, կնայեք ուղիղ եթերում։ Հրահանգված ծեծողները շատ շանասիրաբար էին ծեծում։ Ես